Ամեկ պլյուսի զրուցակիցն է պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Միքայել, ձեր կարծիքով ում եւ ինչի համար են պետք Մաքսային եւ Եվրասիական միությունները։ Ում ասելով, եթե նկատի ունենք հայաստանյան ուժերին, անշուշտ մեզ համար նախընտրելի կլիներ եվրոպականը, հաշվի առնելով քաղաքակրթության շատ ավելի բարձր մակարդակը։ Բայց ամեն ինչ ունի իր վճարման գինը եւ պետք է դուրս գալ ռեալություններից։ Եվ իսկ Ռուսաստանին ինչի համար է պետք։ Ռուսաստանին որպեսզի փրկի իր փլուզվող կայսրության վերջին փշրանքները եւ դառնա համաշխարհային խաղացող վերստի։ Եվ կփրկի։ Մեծ հաշվով ոչ, պատմության ընթացքը ետդարձեր չի սիրում։ Մենք հնարավորություն ունենք հիմա այս ձգձգումների հետևանքով խուսափենք այդ միություններից։ Այդ խուսափումը մեծ հաշվով մեզանից չէ կախված։ Մենք կարող ենք օգտագործել այն փոքրիկ հատվածը, ինչ որ մեզ է տրված։ Եթե կկարողանանք, լավ, իսկ եթե ոչ, ապա պետք չէ մազոխիստաբար ինքներս մեզ մեղադրենք։ Այդ փոքրիկ հատվածը ո՞րն է։ Ներքին բարոյական, արժեքային համակարգ ֆիքսելով եւ դրա դավանանքը գործնականում ցույց տալով։ Ենթադրենք 10, 20 կամ 30 տարի հետո իշխանության են գալիս ձեր համախոհները, հա։ Ինչպես է այդ իշխանությունը շրջելու անշրջելին, նկատի ունեմ աշխարհաքաղաքական եւ ռուսական վեկտորի առումով։ Իմ համախոհները իշխանության կգան շատ ավելի շուտ։ Բայց դա կախված չէ իմ համախոհների կամ իմ ուժերից։ Դա կախված է քաղաքակրթական երկու բևեռների պատերազմից, որը շատ ավելի շուտ կհանգուցալուծվի, քան 20-30 տարին է։ Եվ այդ ժամանակ դարձյալ մենք չէ, որ պատմության անիվը կշրջենք։ Պատմության անիվը, համաշխարհային անիվը, պարզապես մենք պիտի մեր հստակ տեղը որոշենք։ Իսկ հստակ տեղը որոշելը ամենաճշգրիտը սեփական շահերը որպես ելակետ ունենալն է։ Դա մեզանից չի կախված լինելու դարձյալ։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։